Իմ զավակ, մի պահ կանգ առ եւ լսիր ինձ ամբողջ սրտովդ։ Սա պարզապես հերթական հաղորդագրություն չէ, որ էկրանին է անցել։ Սա այն չէ, ինչի վրա պատահաբար ես հանդիպել։ Հենց հիմա ես ուղղակիորեն խոսում եմ քեզ հետ։ Եվ ես քեզ հարց եմ տալիս, որը կարող է փոխել քո ողջ կյանքի ընթացքը։ Կընդունես այն հրաշքը, որ ես քեզ տալիս եմ, թե կմնաս սովորականության մեջ։ Միշտ ապիր պատասխանել։ Միթե թևամտորեն հետաձգիր սա։ Թույլ տուր այս հարցի լրջությունը խորապես ներթափանցի քեզ մեջ, որովհետև քո պատասխանը շատ ավելի մեծ նշանակություն կունենա, քան հիմա կարող ես պատկերացնել։ Դու աղոթել ես փոխակերպման համար, դու կանչել ես ճեղքման համար։ Այն հանգիստ մենակության պահերին դու ինձ շշնջացել ես, ձգտելով ավելի մեծ բանի, քան այն կյանքը, որ հիմա ապրում ես։ Դու զգացել ես այդ ներքին հուզմունքը քո հոգում։ Այն, որ հաստատում է, թե դու ստեղծված ես շատ ավելի մեծ բանի համար, քան առօրյան։ Շատ ավելի մեծ բանի համար, քան պարզապես օրերն անցկացնելը։ Այդ հուզմունքը իրական է։ Դա քո երևակայություն չէ։ Դա իմ հոգին է մեղմորեն հիշեցնում քեզ այն ճակատագրի մասին, որ ես դրել եմ քեզ մեջ, քո առաջին շունչից շատ առաջ, եւ հիմա ես քեզ առջև հստակ ընտրություն եմ դնում։ Կանես քայլ առաջ, ընդառաջ նրան, ինչ ես արդեն պատրաստել եմ։ Թե կմնաս այն տեղում, որ թվում է անվտանգ ու ծանոթ։ Եթե այս խոսքերը հենց հիմա հասնում են քո սրտին, դա պատահականություն չէ։ Ես առանց իմաստի հանդիպումներ չեմ կազմակերպում։ Ես չեմ թույլ տալիս, որ խոսքերը պատահաբար դիպչեն քո հոգուն։ Ես զգուշորեն քեզ բերել եմ այս պահին, որովհետև դու կանգնած ես կարևորագույն փոխակերպող փուլում։ Թեկուզ ամբողջական պատկերը դեռ չի բացվել քո առջև, ես գիտեմ այն մտքերը, որ ծանրաբեռնել են քո միտքը։ Ես գիտեմ այն կասկածները, որ փորձել են նեղացնել քո երազանքները։ Ես գիտեմ այն վախերը, որ շշնջում են, թե դու պատրաստ չես, ընդունակ չես, բավարար չես պատրաստվել։ Բայց ես նաև ճշգրիտ գիտեմ, թե ինչ եմ ես դրել քեզ մեջ։ Ես գիտեմ չբացահայտված այն ուժը, որ դեռ սպասում է իր ազատ արձակմանը։ Ես գիտեմ դռները, որ բաց են կանգնած եւ սպասում են միայն քո հնազանդությանը։ Ես գիտեմ, որ հրաշքը ավելի մոտ է, քան թվում է։ Շատերը կլսեն նման խոսքեր եւ պարզապես կանտեսեն դրանք։ Շատերը կզգան կարճատև համոզվածության զգացում, ապա արագ կհրաժարվեն դրանից։ Մարդկանց մեծամասնությունը ընտրում է հարմարավետությունը իրենց իսկական կոչման փոխարեն։ Նրանք ընտրում են առօրյան ռիսկի փոխարեն։ Նրանք նախընտրում են մնալ բազմության մեջ, այլ ոչ թե գնալ դեպի իրենց եզակի նպատակը։ Մեծամասնությունը կշարունակի ոլորել լրահոսը, կվերադառնա իր շեղող գործերին եւ լուր կհամոզի իրեն, որ մեծությունը պատկանում է ուրիշներին։ Նրանք կբավարարվեն նրանով, ինչ թվում է նորմալ։ Նրանք կբավարարվեն նրանով, ինչ թվում է միջին։ Եվ մի օր հետ նայելով, նրանք կտեսնեն, որ ընդունել են շատ ավելի քիչ, քան այն, ինչ ես առաջարկել եմ նրանց։ Ես չեմ ուզում, որ նման զղջումները դառնան քո պատմությունը։ Դու երբեք ստեղծված չես եղել աննշանության մեջ ապրելու համար։ Դու երբեք ստեղծված չես եղել լուծվելու միջակության մեջ։ Ես քեզ մեջ իմ կյանքը չեմ փչել, որպեսզի դու օրերն անցկացնես կասկածներով, տատանումներով եւ նահանջով լի։ Քո կյանքում կա կոչում, որ պահանջում են քաջություն։ Քեզ սպասում է հրաշք, որ պահանջում է հավատք, բայց հավատքը միշտ պահանջում է որոշում կայացնել։ Այն քեզ կանչում է առաջ գնալ, երբ տրամաբանությունը գոռում է մնալ տեղում։ Այն քեզ կանչում է վստահել, երբ վախը հուսահատորեն փորձում է քեզ հետ շպրտել։ Հենց հիմա քեզ ներսում մարդ է ընթանում։ Մեկ ձայնը քեզ կանչում է մնալ տեղում, ասելով, որ միջինը անվտանգություն է, որ քայլը կարող է ձախողման հանգեցնել, որ պետք է սպասել ավելի իդեալական պահի։ Բայց կա մեկ այլ ձայն, ավելի խորը, բայց շատ ավելի հզոր, որ ասում է. «Սա քո ժամանակն է»։ Այդ ձայնը իմն է։ Ես քեզ վրա չեմ գոռում, ես քեզ հրավիրում եմ, ես քեզ արթնացնում եմ։ Ես հիշեցնում եմ, որ ընտրությունը քոնն է։ Այս միակ պահը քո ապագայի վրա ավելի մեծ ազդեցություն ունի, քան դու կարող ես պատկերացնել։ Եթե շարունակես ընտրել հարմարավետությունը հնազանդության փոխարեն, քո կյանքը կմնա կանխատեսելի եւ սահմանափակ։ Եթե շարունակես ընտրել վախը հավատքի փոխարեն, քո աճը կմնա խոչընդոտված։ Բայց եթե որոշես լիովին վստահել ինձ, եթե որոշես քայլ անել ընդառաջ նրան, ինչի ես քեզ կանչում, ապա դու կդառնաս ականատես այն փոփոխությունների, որոնք երբեք չես կարողացել պատկերացնել։ Այն հրաշքը, որի մասին խոսում եմ, դատարկ երազանքներ չէ, դա պարզապես էմոցիոնալ զգացում չէ։ Դա այն է, ինչ ես արդեն շարժման մեջ եմ դրել։
Հենց հիմա ես ստեղծում եմ պայմանները իրադարձությունների զարգացման համար։ Ես պատրաստում եմ կապեր, ես բացում եմ դռներ, որոնք սպասում են միայն քո ցանկությանը անցնելու դրանց միջով։ Բայց ես երբեք քեզ հարկադրաբար չեմ ստիպի, ես հարգում եմ քո ազատությունը։ Ես սիրով եմ հանձնում այս որոշումը քո ձեռքերը, որովհետև իսկական սերը չի վերահսկում, այն հրավիրում է։ Մի թերագնահատիր այս ընտրության կարևորությունը։ Մարդկանց մեծամասնությունը պարզապես հոսանքի հետ է լողում, արձագանքելով ամեն ինչին, այլ ոչ թե արձագանքելով իմ ձայնին։ Բայց դու այլ ես, որովհետև հենց հիմա լսում ես սա։ Դու առջևդ ունես ճշմարտություն, իսկ ճշմարտությունը միշտ պահանջում է պատասխան։ Դու կարող ես զգալ անճարակ, անվստահ, բայց իմ արքայությունում մեծությունը սկսվում է ոչ թե ինքնավստահությունից, այլ ինձ վստահելուց։ Այն սկսվում է խոնարհությունից։ Այն սկսվում է այսպիսի խոսքերից. Տեր, եթե դու ինձ կանչում ես ավելի մեծ բանի, ես կգնամ։ Ես կարող եմ անկատար լինել, բայց պատրաստ եմ։ Ես անթերի ուժ չեմ պահանջում, ես խնդրում եմ խոնարհ սիրտ։ Մեծամասնությունը չի ընտրի այս ճանապարհը, մեծամասնությունը կբավարարվի քիչով, մեծամասնությունը կմնա սովորական, որովհետև նպատակին հասնելու համար պետք է հրաժարվել արդարացումներից, ընդունել կարգապահություն և գնալ հավատքի ճանապարհով։ Բայց դու մեծամասնությունը չես, դու իմ զավակն ես, դու կոչված ես, դու պատրաստված ես, և դու կանգնած ես սուրբ որոշման պահին։ Ասա, ես անսասան եմ հավատքով, եթե որոշել ես ավելի շատ վստահել նրան, քան այն, ինչ տեսնում են քո աչքերը։ Մի թույլ տուր, որ վախը դիմակավորվի իմաստության տակ։ Մի թույլ տուր, որ կասկածները համոզեն քեզ հետաձգել։ Հետաձգումը հաճախ թշնամու ամենաարդյունավետ ռազմավարությունն է։ Այն տրամաբանական է թվում, անվնաս է թվում, բայց հետաձգումը աննկատելիորեն գողանում է քո ճակատագիրը։ Հենց այս ժամանակահատվածում կան հնարավորություններ կապված հնազանդության հետ։ Կան օրհնություններ կապված հենց հիմա շարժվելու հետ, ոչ թե վաղը։ Այս պահը կարևոր է, որովհետև այն ցույց է տալիս, թե ինչին ես իսկապես արժևորում։ Արժևորում ես հարմարավետությունը ավելի, քան կոչումդ։ Արժևորում ես հավանությունը ավելի, քան նպատակդ։ Արժևորում ես անվտանգությունը ավելի, քան խոնարհությունը։ Թե կվստահես նրան, ով ստեղծել է քեզ, որ նա գիտի ճանապարհը դեպի իսկական կյանք։ Ես քեզ չեմ խնդրում կույր թռիչք անել անհայտի մեջ, ես խնդրում եմ քայլ անել առաջ, իմ հետ միասին։ Ես գնում եմ քո առջևից, ես կանգնած եմ քո կողքին, ես մնում եմ քո ետևում։ Հրաշքը այն չէ, ինչ դու ինքդ ես ստեղծում, դա այն է, ինչ դու ստանում ես հավատքով և հնազանդությամբ։ Ուստի ես դարձյալ հարցնում եմ քեզ խոր սիրով և մեղմ համառությամբ. կընդունես հրաշքը, թե կնախընտրես մնալ սովորական։ Խոսքը հպարտության կամ ճանաչման մասին չէ, խոսքը այն է, որ քայլես դեպի այն ռիությունը, ինչ ես նախատեսել եմ քո կյանքի համար։ Խոսքը այն է, որ չթույլ տաս վախին սահմանել քո սահմանները։ Խոսքը այն է, որ ասես այո այն կյանքին, որ ցույց է տալիս իմ զորությունն ու նպատակը քեզ միջոցով։ Դու այստեղ պատահաբար չես, դու այս խոսքերը լսում ես պատահաբար չես, սա պատահականություն չէ, սա համընկնում չէ, սա քո արթնացումն է։ Եվ այն որոշումը, որ կկայացնես այս պահին, կձևավորի քո ապագան այնպես, ինչպես դեռ ամբողջությամբ չես կարող տեսնել։ Ընտրիր հավատքը, ընտրիր հնազանդությունը, ընտրիր այն ճանապարհը, որ ընդլայնում է քո սիրտը, ընտրիր հրաշքը։ Մինչև աշխարհի հիմքերը դրվելը, մինչև լեռները բարձրացան և ծովերը ստացան իրենց ափերը, ես արդեն քեզ մասին խոր բան էի որոշել։ Ես քեզ սովորական չեմ ստեղծել, ես քո հոգին չեմ ձևավորել, որպեսզի դու պարզապես գոյություն ունենաս, կատարես առօրյա գործեր և անհետանաս հետք չթողնելով։ Երբ ես քեզ ստեղծում էի հավերժության մեջ, ես քեզ ստեղծել եմ նպատակային մտադրությամբ, հստակ նպատակով, նախախնամությամբ, որ դրված է քո էության մեջ։ Քեզ երբեք նախատեսված չէր խառնվել ֆոնի մեջ։ Դու ստեղծված ես իմ փառքը արտացոլելու համար, քեզ բնորոշ բացարձակապես եզակի ձևով։ Երբ ես կյանք եմ փչել մարդկության մեջ, ես պատճեններ չեմ ստեղծել, ես օրիգինալներ եմ ստեղծել։ Ես հոգիներ չեմ ստեղծել, որպեսզի ապրեն փոքր, վախով լի սահմանափակ կյանքով։
Ես յուրաքանչյուր մարդու մեջ դրել եմ պարգևներ, ընդունակություններ, որ արտացոլում են իմ սեփական ստեղծագործականությունն ու զորությունը։ Քեզ մեջ ես դրել եմ ինչ-որ հատուկ բան, ինչ-որ եզակի բան, ինչ-որ բան, որ կրում է իմ անձնական ստորագրությունը։ Եվ երբ դու ընտրում ես ապրել այդ մտահղացումից ցածր, երբ ընտրում ես բավարարվել միջինով, դու ոչ միայն իջեցնում ես քո չափանիշները, դու հրաժարվում ես այն լիությունից, որ ես մտածել եմ։ Դու հաճախ նայում ես ուրիշներին եւ համոզում ես քեզ, որ միջին մակարդակը անվտանգ ընտրություն է։ Դու տեսնում ես մարդկանց, որ ապրում են սովորական կյանքով, եւ ասում ես ինքդ քեզ, որ սա բավարար է։ Դու ասում ես ինքդ քեզ, որ քանի դեռ հարմար ես, քանի դեռ խուսափում ես ցախողումներից, քանի դեռ ամեն ինչ մնում է կայուն, քեզ մոտ ամեն ինչ լավ է։ Բայց ես քեզ չեմ կանչել դեպի լավը, ես քեզ կանչել եմ դեպի լիություն։ Ես քեզ չեմ ստեղծել, որպեսզի դու հազիվ հաս կառավարես ծայրերը միացնելը։ Ես ստեղծել եմ քեզ, որպեսզի ապրես համապատասխան քո նախախնամությանը։ Գոյություն ունի հսկայական տարբերություն գոյատևման եւ նախախնամության կատարման միջև։ Գոյատևումը նշանակում է, որ դու արթնանում ես, կատարում ես առօրյա գործողություններ, անում ես այնինչ անհրաժեշտ է եւ հասնում ես օրվա ավարտին։ Գոյատևումը նշանակում է մեծ ռիսկերից խուսափել, պաշտպանվել հիասթափություններից եւ ընդունել այն, ինչ թվում է հնարավոր։ Սա քաջություն չէ, սա դրամատիկ չէ, սա անվտանգ է, բայց հենց գոյատևումը այն կյանքը չէ, որ ես քեզ խոստացել եմ։ Նախախնամության կատարումը բոլորովին այլ բան է։ Այն պահանջում է հավատք։ Այն պահանջում է քայլ անել այն տարածքներում, որոնք ընդլայնում են քո հորիզոնները։ Այն պահանջում է վստահել ինձ, երբ ամբողջական պատկերը դեռ թաքնված է։ Նախախնամությունը հրավիրում է քեզ բարձրանալ վախից վեր եւ հավատալ, որ ես քեզ մեջ դրել եմ այն, ինչ իսկապես պետք է աշխարհին։ Այն հրավիրում է քեզ մերժել սուտը, որ դու պարզապես մեկ դեմք ես բազմության մեջ։ Նախախնամությունը կանչում է քեզ առաջ, երբ հարմարավետությունը փորձում է քեզ պահել։ Միջակ ապրելու սուտը չափազանց տարածված է դարձել։ Քեզ սովորեցնում են ձգտել խելամիտ մնալ սահմաններում, պահպանել համեստ սպասումներ, որպեսզի հիասթափությունը չդիպչի քեզ։ Քեզ կանչում են նեղացնել քո երազանքները, որպեսզի խուսափես ցավից։ Քեզ սովորեցնում են կառավարել կյանքը, այլ ոչ թե հետևել քո կոչմանը։ Եվ աստիճանաբար, նույնիսկ չնկատելով դու սկսում ես նեղացնել քո տեսլականը, իջեցնել քո հույսերը եւ ընդունել այն փաստը, որ միջին մակարդակը նորմալ է։ Բայց միջին մակարդակը այն չէ, ինչ ես տեսնում եմ, երբ նայում եմ քեզ։ Երբ ես նայում եմ քեզ, ես տեսնում եմ այն ներուժը, որ ես ցանել եմ։ Ես տեսնում եմ քաջություն, որ սպասում է ամբողջական արթնացմանը։ Ես տեսնում եմ իմաստություն, որ կարող է առաջնորդել ուրիշներին։ Ես տեսնում եմ կարեկցանք, որ կարող է բերել բուժում։ Ես տեսնում եմ առաջնորդություն, որ կարող է փոխել կյանքեր։ Ես տեսնում եմ հավատք, որ կարող է շարժել լեռները։ Եվ այնուամենայնիվ, երբ դու բավարարվում ես բավարարով, երբ ընդունում ես նվազագույնը, այդ սերմերը մնում են թաղված։ Դու ստեղծված չես պարզապես դժվարությունները տանելու համար։ Դու ստեղծված ես դրանք հաղթահարելու համար։ Դու ստեղծված չես պարզապես հաշիվներ վճարելու եւ ժամանակ անցկացնելու համար։ Դու ստեղծված ես իմ բնավորությունը արտացոլելու համար այնպես, ինչպես ապրում ես, ինչպես խոսում ես, ինչպես սիրում ես։ Քո գոյության մեջ կա նպատակ, որ հեռու է գնում առօրյայից։ Գոյություն ունի կոչում, որ հեռու է գնում հարմարավետության գոտուց։ Հիշիր այն երազանքները, որոնք երբևէ փայփայել ես։ Հիշիր այն պահերը, երբ քո սիրտը լցվում էր հույսերով։ Դրանք պատահական զգացմունքներ չէին, դրանք ճակատագրի նախատեսումներ էին, բայց ժամանակի ընթացքում հիասթափությունները հնարավոր է սովորեցրին քեզ բավարարվել քիչով։ Ձախողումները հնարավոր է ստիպեցին քեզ ավելի ցածր նպատակներ դնել։ Քննադատությունը հնարավոր է ստիպեց քեզ կասկածել քո սեփական արժեքի մեջ։ Եվ աստիճանաբար դու սկսեցիր համաձայնվել ավելի քիչի հետ, քան այն, ինչի համար ես քեզ պատրաստել եմ։ Ես քեզ չեմ դատապարտում դրա համար։ Ես հասկանում եմ, թե ինչպես է աշխատում վախը։ Իմ ծրագիրը քեզ համար երբեք չի ուղղվել։ Թեկուզ դու բավարարվել ես ավելի փոքր նպատակներով, ես դեռ տեսնում եմ ավելի բարձր նպատակ։ Պարզապես բավարար կյանքում թաքնված է իրական վտանգ, որովհետև այն հարթեցնում է քո ավելի մեծի ծարավը։ Երբ համոզում ես քեզ, որ միջինը ընդունելի է, դու դադարում ես առաջ շարժվել։ Դու դադարում ես կանչել ավելի մեծ հավատքի համար։
Դու դադարում ես ձգտել աճի։ Դու հարմարավետ ես զգում սահմանափակումների մեջ, իսկ հարմարավետությունը կարող է աննկատելիորեն զրկել քեզ նախախնամությունից։ Դու կարող ես ասել. «Տեր, ես շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ ունեմ, եւ շնորհակալությունը հրաշալի է»։ Բայց շնորհակալությունը նշանակում է խոնարհություն չէ։ Շնորհակալությունը պատվում է այն, ինչ ես արդեն տվել եմ։ Խոնարհությունը հրաժարվելն է այն ամենից, ինչ ես դեռ առաջարկում եմ։ Քեզ համար կա ավելի մեծ բան, քան առօրյան։ Քեզ համար կա ավելի մեծ բան, քան փոքր խաղալը։ Քեզ համար կա ավելի մեծ բան, քան քո պարգևները թաքցնելը առանցնանալու վախից։ Իմ հավերժական մտահղացումը քեզ համար ներառում էր ազդեցություն։ Այն ներառում էր աճ։ Այն ներառում էր դժվարությունների հաղթահարման և ճեղքման շրջաններ։ Ես գիտեի, որ դու կհանդիպես դժվարությունների, բայց ես նաև քեզ մեջ դրել եմ ուժ դրանք հաղթահարելու համար։ Ես քեզ համար չեմ գրել պատմություն, որ ավարտվում է միջակայցությամբ։ Ես գրել եմ պատմություն, որ ցույց է տալիս իմ զորությունը, որ գործում է պատրաստ սրտի միջոցով։ Գոյատևումը նշանակում է օրը տանել։ Ճակատագիրը նշանակում է օրը փոխակերպել։ Գոյատևումը խուսափում է ռիսկից։ Ճակատագիրը ընդունում է հավատքը։ Գոյատևումը կարճում է նրանից, ինչ թվում է հուսալի։ Ճակատագիրը վստահում է ինձ այն ամենին, ինչ թվում է անորոշ։ Երբ ապրում ես միայն գոյատևման համար, քո աշխարհը նեղանում է։ Քո ուշադրությունը սեղվում է ցավից խուսափելու վրա։ Քո նպատակները կրճատվում են հարմարավետությունը պահպանելու համար։ Բայց երբ դու դուրս ես գալիս ընդառաջ քո նախախնամությունանը, քո կյանքը ընդլայնվում է։ Դու սկսում ես տեսնել քեզնից այն կողմ։ Դու սկսում ես հասկանալ, որ քո հնազանդությունը կարող է ազդել ուրիշների վրա։ Դու հասկանում ես, որ քո հավատքը կարող է ոգեշնչել նրանց, ովքեր դիտում են քեզ։ Սովորականության սուտը պնդում է, որ դու առանձնահատուկ չես։ Այն պնդում է, որ քո ձայնը նշանակություն չունի։ Այն պնդում է, որ քո պարգևները սովորական են, բայց ես սովորական հոգիներ չեմ ստեղծում։ Ես ստեղծում եմ իմաստալից կյանքեր։ Յուրաքանչյուր մարդ իր մեջ գրում է իմ սրտի եզակի արտացոլում, եւ երբ դու ճնշում ես այն, ինչ ես դրել եմ քեզ մեջ, աշխարհը կորցնում է այն, ինչ նախատեսված էր ստանալ։ Դու վախենում ես, որ ավելի մեծի ձգտումը կարող է ավարտվել ձախողմամբ, բայց նույնիսկ հնազանդության մեջ ձախողումը բերում է աճի։ Վախի մեջ ընկղմելը միայն սեղմում է բերում։ Ես նախընտրում եմ տեսնել, թե ինչպես ես հավատքի քայլ ես անում եւ սայթաքում, քան մնալ հարմարավետության ապաստանում եւ երբեք ոչինչ չփորձել։ Քեզ երբեք նախատեսված չէր չափել քո կյանքը բազմության չափանիշներով։ Բազմությունը հաճախ ընտրում է անվտանգությունը։ Բազմությունը հաճախ դիմադրում է փոփոխություններին։ Բազմությունը հաճախ քննադատում է նրանց, ովքեր քայլ են անում առաջ, բայց դու չես պատկանում բազմությանը, դու պատկանում ես ինձ։ Մի օր, երբ կանգնես իմ առջև, ես չեմ հարցնի, թե արդյոք խառնվել ես բազմությանը։ Ես չեմ հարցնի, թե արդյոք խուսափել ես ռիսկից։ Ես կհարցնեմ. ինձ վստահել ես այն, ինչ ես քեզ վստահել եմ։ Ես կհարցնեմ. օգտագործել ես քո պարգևները։ Ես կհարցնեմ. քայլ արել ես առաջ, երբ ես քեզ կանչել եմ։ Կյանքը, որ թվում է բավարար, առաջին հայացքից կարող է խաղաղ թվալ, բայց խորքում թաքնված է հանգիստ ցավ։ Դու զգում ես այն, երբ հարցնում ես ինքդ քեզ. կա ավելի մեծ բան։ Դու զգում ես այն, երբ տեսնում ես, թե ինչպես ուրիշները համարձակորեն շարժվում են և կասկածում ես քո սեփական անորոշությանը։ Սա ոչ թե անշնորհակալության ցավ է օրհնությունների համար, սա քո կոչման գիտակցումն է։ Իմ զավակ, դու երբեք ստեղծված չես եղել սովորական լինելու համար։ Դու ստեղծված ես սիրով, ձևավորված մտադրությամբ և կոչված նպատակի։ Գոյատևումը քո վերջնական նպատակը չէ։ Ճակատագիրը ահա վերջնական նպատակն է։ Բավարար է սուտը քեզ պահում է ավելի ցածր մակարդակում, քան քեզ նախատեսված էր։ Բայց այսօր ես հիշեցնում եմ քեզ, թե ով ես դու իրականում։ Դու ընդունակ ես ավելի մեծի, որովհետև ես քեզ հետ եմ։ Դու ավելի ուժեղ ես վախից, որովհետև իմ հոգին քեզ ամրացնում է։ Դու ստեղծված ես ազդեցություն ունենալու համար, որովհետև իմ ձեռքը քեզ այդպիսին է ստեղծել։ Մի բավարարվիր կյանքով, որ պարզապես ժամանակ է սպանում։ Մտիր այն կյանքը, որ լցնում է իմաստով։ Մերժիր սուտը, որ միջինը բավարար է։ Հիշիր քո նախախնամությունը, հիշիր քո կոչումը։ Հիշիր, որ երբ ես ստեղծում էի քեզ, ես չեմ ստեղծել նրան, ում սուզվելու էր նախատեսված։ Ես ստեղծել եմ նրան, ում նախատեսված էր փայլել, և ես դեռ կանչում եմ քեզ ավելի բարձր նպատակների։ Սովորականության պասպանման մեջ թաքնված է նուրբ, բայց լուրջ վտանգ։ Վտանգ, որ ոչ միշտ է ակնհայտ առաջին հայացքից։ Այն վնասակար չի թվում, այն չի զգացվում որպես բացահայտ ապստամբություն։ Այն թվում է հանգիստ, կանխատեսելի և անվտանգ, բայց հարմարավետությունը կարող է աննկատելիորեն վերածվել վանդակի։
Երբ դու ընտրում ես մնալ այնտեղ, որտեղ ոչինչ չի փորձարկում քեզ անվրության համար, որտեղ ոչինչ չի մարտահրավեր նետում քո հավատքին, որտեղ ոչինչ չի կանչում աճի, դու սկսում ես ներսից սեղմվել առանց նույնիսկ նկատելու։ Հարմարավետության գոտիները կարող են դառնալ հոգևոր թակարդներ։ Նրանք թվում են տաք եւ անվտանգ, նրանք պաշտպանում են քեզ շփոթությունից, ձախողումներից, անորոշությունից, բայց նրանք նաև պաշտպանում են քեզ փուխակերպումից, նրանք հանգարում են քեզ քայլ անել այն վայրերում, որտեղ իմ զորությունը դրսևորվում է քո թուլության միջոցով, նրանք հանգարում են քեզ հանդիպել հրաշքների, որոնք տեղի են ունենում միայն այն ժամանակ, երբ պահանջվում է հավատք։ Հարմարավետության գոտին ինքնին միշտ չէ, որ վատ է, բայց այն դառնում է սահմանափակող, երբ դու հրաժարվում ես լքել այն, նույնիսկ այն բանից հետո, երբ ես քեզ կանչել եմ առաջ շարժվել։ Դու ասում ես ինքդ քեզ, որ գործում ես խելամտորեն։ Դու ասում ես ինքդ քեզ, որ տեղում մնալը գործնական է։ Դու համոզում ես քեզ, որ ռիսկի դիմելու պատճառ չկա, որովհետև ամեն ինչ կայուն է, բայց աճը հազվադեպ է տեղի ունենում լիակատար հարմարավետության մեջ։ Ուժը չի կոփվում հեշտության մեջ, հավատքը չի ամրապնդվում կանխատեսելիության մեջ։ Մնալով այն, ինչ թվում է անվտանգ, դու կարող ես խուսափել անհարմարությունից, բայց դու նաև խուսափում ես ճակատագրից։ Վախը հաճախ դիմակավորվում է իմաստության տակ։ Այն խոսում է հանգիստ և հնչում է տրամաբանորեն։ Այն հիշեցնում է քեզ անցյալի սխալների մասին։ Այն զգուշացնում է քեզ այն ամենի մասին, ինչ կարող է սխալ ընթանալ։ Այն համոզում է քեզ, որ առաջ շարժվելը անխոհեմ է։ Բայց իսկական իմաստությունը չի կաթվածահարանում քեզ։ Իսկական իմաստությունը համահունք է իմ ձայնին։ Վախը կենտրոնանում է միայն ռիսկի վրա և անտեսում է իմ խոստումները։ Եղել են պահեր, երբ ես մեղմորեն հրահրել եմ քեզ հավատքի քայլ անել։ Դա ոչ բարձրաձայն էր, ոչ դրամատիկ։ Պարզապես հանգիստ հրահանգ քո հոգում։ Դու զգացել ես դա, ճանաչել ես դա, բայց վախը արագ միջամտել է և թվարկել է բոլոր պատճառները սպասելու համար։ Այն ասել է, որ դու պատրաստ չես։ Այն ասել է, որ ժամանակը հարմար չէ։ Այն ասել է, որ քեզ պետք են լրացուցիչ ապացույցներ։ Եվ ինձ վստահելու փոխարեն դու լսել ես վախին և մնացել ես տեղում։ Սովորականությունը պահպանելը հաճախ սկսվում է մանր տատանումներից։ Դու հետաձգում ես հնազանդությունը, հետաձգում ես որոշումը, ընտրում ես հարմարավետությունը կանչի փոխարեն։ Ամեն հետաձգում թվում է անվնաս, ամեն տատանում խելամիտ, բայց ժամանակի ընթացքում այդ փոքր որոշումները ձևավորում են օրինաչափություն։ Դու դառնում ես այն մեկը, ով լսում է իմ ձայնը, բայց արագ չի պատասխանում։ Դու սովորում ես մասնակի հնազանդությանը։ Ահա թե որտեղ է վտանգը։ Որքան ավելի շատ հետաձգես, այնքան ավելի հեշտ է դառնում հետաձգելը։ Որքան ավելի շատ անտեսես իմ հրավերը, այնքան ավելի թույլ է այն սկսում զգացվել։ Ոչ թե որովհետև ես դադարել եմ խոսել, այլ որովհետև դու սովորել ես շրջվել։ Հարմարավետությունը դառնում է քո կանխադրված վիճակը, ռիսկը դառնում է այն, ինչից դու ինստինկտիվորեն խուսափում ես։ Ի հայտ է գալիս նաև զղջումը, որ հետևում է բաց թողնված հնարավորություններին։ Զղջումը միշտ չէ, որ գալիս է շխեղությամբ, այն շշնջում է հանգիստ պահերին։ Այն ի հայտ է գալիս, երբ տեսնում ես, թե ինչպես է մեկ ուրիշը համարձակորեն քայլանում առաջ, և դու հարցնում ես ինքդ քեզ. ինչ կարող էր պատահել, եթե ես նույնը անեի։ Այն ի հայտ է գալիս, երբ հասկանում ես, որ ժամանակն անցել է և որոշ դռներ այլևս բաց չեն։ Զղջումը իմ պատիժը չէ, դա բնական հետևանք է այն ներուժը անտեսելու, որ ես դրել եմ քեզ մեջ։ Դու ստեղծված ես որոշակի նախախնամությամբ, կան կյանքեր, որոնք պետք է դիպչեն քո հնազանդությամբ, կան դռներ, որոնք պետք է բացվեն, որովհետև դու ընտրել ես քաջություն։ Երբ մնում ես սովորական վախի պատճառով, դա ոչ միայն սահմանափակում է քեզ, այլև սահմանափակում է այն ազդեցությունը, որ դու նախատեսված ես ունենալ։ Վախը համոզում է քեզ, որ ռիսկից խուսափելը ապահովում է անվտանգություն, բայց երբեմն ռիսկից խուսափելը քեզ փոքրացնում է։ Այն դարձնում է քո հավատքը մակերեսային, այն նեղացնում է քո ազդեցությունը, այն դարձնում է քո պատմությունը անավարտ։ Ես քեզ չեմ ստեղծել, որպեսզի ապրես պատմությամբ, որ երբեք չի դուրս գալիս առաջին գլխից։ Հարմարավետության գոտիները նաև կարող են ծնել հոգևոր ծուլություն։ Երբ կյանքը թվում է կառավարելի, դու դադարում ես ձգտել ավելի մեծի, դու դադարում ես փնտրել ինձ գրքով, դու դադարում ես խնդրել աճի համար։ Դու խրվում ես առօրյայի մեջ։ Առօրյան ինքնին վատ բան չէ, բայց երբ առօրյան փոխարինում է կրքին, երբ սովորությունը փոխարինում է մերձավորությանը, երբ կանխատեսելիությունը փոխարինում է վստահությանը, դու սկսում ես շեղվել։ Արի ինձ մոտ, և ես կլցնեմ յուրաքանչյուր դատարկ տեղ։ Եթե իմ սերը արդեն բուժել է քո սիրտը, ապա լսիր։
Սովորական կյանքը հաճախ թվում է հարգելի, այն թվում է հանգիստ եւ հավասարակշռված, բայց ներսում հանգիստ իմացությունն ասում է, որ դու ընդունակ ես ավելի մեծի։ Դու կարող ես ժամանակավորապես հետ մղել այդ իմացությունը, դու կարող ես շեղվել, բայց այն վերադառնում է։ Այն վերադառնում է, երբ անքուն ես պառկած եւ հարցնում ես՝ իրոք ես ապրում։ Այն վերադառնում է, երբ զգում ես, որ քեզ սպասում է ավելի մեծ բան։ Դու վախենում ես քայլ անել, որովհետև չես ուզում ձախողվել։ Բայց նույնիսկ եթե ձախողվես, ինձ հնազանդվելով դու կաճես։ Հավատքի մեջ ձախողումը կոփում է քեզ։ Ընդհանրապես քայլ չանելը թողնում է քեզ անփոփոխ։ Աճը պահանջում է շարժում, ճակատագիրը պահանջում է որոշում։ Զղջումը ավելի ծանր է, քան ռիսկը։ Ռիսկը ժամանակավոր է, զղջումը կարող է տևել տարիներ։ Երբ հետ նայես քո կյանքին, ես չեմ ուզում, որ տեսնես անորոշության հետք։ Ես չեմ ուզում, որ հիշես բոլոր այն պահերը, երբ գրեթե հնազանդվել ես, բայց ընտրել ես հարմարավետությունը։ Ես ուզում եմ, որ հիշես քաջության մասին։ Ես ուզում եմ, որ հիշես վստահության մասին։ Ես ուզում եմ, որ հիշես, թե ինչպես ես ասել այո, երբ վախը գոռում էր ոչ։ Սովորական մնալու վտանգը նրանում է, որ դա աշճանաբար դառնում է քո ինքնությունը։ Դու սկսում ես ընկալել ինքդ քեզ որպես մեկը, ով չի դուրս գալիս սահմաններից։ Դու իջեցնում ես քո սպասումները, նեղացնում ես քո երազանքները, դադարում ես պատկերացնել ավելի մեծ բան։ Եվ ի վերջո համոզում ես քեզ, որ միջակայությունը այն ամենն է, ինչի համար դու նախատեսված ես։ Բայց դա ճիշտ չէ։ Քեզ չէր վիճակված թաքնվել անվտանգության հետևում։ Քեզ չէր վիճակված թույլ տալ, որ վախը որոշի քո ապագան։ Քեզ չէր վիճակված ապրել զգուշորեն, երբ իմ հոգին համարձակորեն կանչում է քեզ։ Չկատարված կոչման գինը նույնպես կա, որը կարող է անմիջապես ակնհայտ չլինել։ Որոշ հնարավորություններ սեզոնային բնույթ ունեն, որոշ դռներ բաց են մնում միայն սահմանափակ ժամանակով։ Երբ ես հուշում եմ քեզ, դա հաճախ կապված է ժամանակի հետ, որ դու ամբողջությամբ չես կարող հասկանալ։ Հետաձգումը կարող է հանգեցնել նրան, որ դու բաց թողնես այն ներդաշնակությունը, ինչ ես պատրաստել եմ։ Սա չի նշանակում, որ ես քեզ լքում եմ։ Սա նշանակում է, որ որոշ ճանապարհներ պահանջում են հնազանդություն որոշակի պահերին։ Երբ դու մշտապես ընտրում ես հարմարավետությունը, դու սահմանափակում ես այն, ինչ ես կարող եմ քեզ վստահել, ոչ թե որովհետև ուզում եմ զրկել քեզ օրհնությունից, այլ որովհետև օրհնությունը պահանջում է պատրաստվածություն։ Սովորական կյանքը տվյալ պահին թվում է հեշտ, բայց տարիներ անց, երբ կմտածես, կարող ես հարցնել ինքդ քեզ. ինչ կարող էր պատահել, եթե ավելի շատ վստահեի նրան։ Դու կարող ես հարցնել, ինչ հարաբերություններ կարելի էր վերականգնել, ինչ երազանքներ կարելի էր իրագործել, ինչ փոփոխություններ կարելի էր մտցնել։ Այս հարցը խոր իմաստ ունի։ Ես ասում եմ սա ոչ թե քեզ վախեցնելու համար, ես ասում եմ սա քեզ արթնացնելու համար։ Ես չեմ ուզում, որ զղջումը դառնա քո ուսուցիչը, երբ հնազանդությունը կարող էր ավելի վաղ առաջնորդել քեզ։ Հարմարավետության գոտին խոստանում է խաղաղություն, բայց հաճախ բերում է կանգի։ Վախը խոստանում է պաշտպանություն, բայց հաճախ բերում է սահմանափակումների։ Սովորական մնալը խոստանում է կայունություն, բայց հաճախ բերում է զղջումների։ Դուրս եք թակարդից։ Տես վախը այնպիսին, ինչպիսին որ կա իրականում։ Մի անվանիր անորոշությունը իմաստություն, երբ իրականում դա կասկած է։ Մի անվանիր հարմարավետությունը խաղաղություն, երբ իրականում դա խուսափում է։ Դու զգում ես, որ կա ավելի մեծ բան, այդ զգացումը պատրանք չէ, դա իմ կոչն է։ Ես չեմ խնդրում քեզ հրաժարվել քո պարտականություններից, ես խնդրում եմ վստահել ինձ, դուրս գալով այն սահմաններից, ինչ թվում է կանխատեսելի։ Սովորական մնալու վտանգը ոչ թե նրանում է, որ դու կապրես սարսափելի կյանք, այլ նրանում, որ դու կապրես կյանք, որ ավելի փոքր է, քան ես մտածել եմ։ Եվ այդ աննշանությունը կարող է անմիջապես չվնասել քեզ, բայց ժամանակի ընթացքում այն սահմանափակում է ուրախությունը, ազդեցությունը և ինքնիրացումը։ Ես կանչում եմ քեզ դուրս գալ սովորականից, ոչ հպարտությունից, ոչ ուշադրության համար, այլ նպատակի համար։ Ես կանչում եմ քեզ քայլ անել այնտեղ, որտեղ անհրաժեշտ է հավատք։ Ես կանչում եմ քեզ թողնել հարմարավետությունը հետևում։ Երբ հարմարավետությունը դառնում է սահմանափակում, մի թույլ տուր, որ վախը կրկին դիմակավորվի իմաստության տակ։ Մի թույլ տուր, որ հարմարավետությունը համոզի քեզ, որ դու հասել ես նպատակին, երբ դեռ նոր ես սկսել։ Մի թույլ տուր, որ զղջումը դառնա ուսուցիչը, որով կարող էր լինել հնազանդությունը։ Առջևում քեզ սպասում է ավելի մեծը, բայց ավելի մեծը պահանջում է շարժում, ավելի մեծը պահանջում է վստահություն, ավելի մեծը պահանջում է քաջություն։ Եվ ես քեզ հետ եմ յուրաքանչյուր քայլի ժամանակ,
սովորականությունից դուրս գալու ճանապարհին։ Շատ առաջ, քան դու նկատեցիր նշանը, շատ առաջ, քան քո հոգում ծագեց սպասումը, ես արդեն սկսել էի պատրաստել քո հրաշքը։ Ես չեմ սպասում վերջին պահին պատասխանելու ձեր աղոթքներին։ Ես չեմ շտապում, երբ դուք օգնության եք կանչում։ Ես աշխատում եմ առաջնահերթությամբ։ Ես ստեղծում եմ հանգամանքներ շատ առաջ, քան դուք գիտակցեք դրա անհրաժեշտությունը։ Այնինչ ձեզ թվում է հետաձգված, իմ կողմից ճշգրիտ հաշվարկված է։ Այնինչ ձեզ թվում է անորոշ, արդեն կարգավորված է այնպես, ինչպես դուք դեռ չեք կարող հասկանալ։ Այն ճեղքումը, որի համար աղոթում եք, հեռավոր հեռանկար չէ, այն արդեն ընթանում է իր հերթականությամբ։ Ես կազմակերպել եմ ձեզ համար զրույցներ, որոնք դեռ չեն եղել։ Ես ձեզ հանդիպեցրել եմ մարդկանց, որոնք դեռ չեք հանդիպել։ Ես մեղմացրել եմ այն սրտերը, որոնք երբեմն դիմադրում էին։ Ես բացել եմ հոգևոր ճանապարհներ, որոնք երբեմն փակ էին։ Մինչ դուք անհանգստանում էիք, ես աշխատում էի։ Մինչ դուք հարցեր էիք տալիս, ես ամեն ինչ կազմակերպում էի։ Մինչ դուք կասկածում էիք, ես կառուցում էի հետին պլանում։ Դուք հաճախ կարծում եք, որ հրաշքները սկսվում են այն պահին, երբ վերջապես տեսնում եք դրանք։ Բայց հրաշքները սկսվում են լռության մեջ։ Նրանք սկսվում են, երբ ես շարժում եմ այն բաները, որոնք դուք չեք նկատում։ Նրանք սկսվում են, երբ ես փոխում եմ բաները հոգևոր ոլորտում, շատ առաջ, քան դրանք տեսանելի դառնան իրական աշխարհում։ Դուք փնտրում եք նշաններ ձեր առջև, բայց ես արդեն պատրաստում եմ այն, ինչ սպասում է ձեզ առջևում։ Կան դռներ, որոնք սպասում են ձեր հնազանդությանը։ Ոչ թե դռներ, որոնք բացվում են ուժով, այլ դռներ, որոնք արձագանքում են ձեր այոյին։ Ես ամեն ինչ միանգամից չեմ բացում, որովհետև հնազանդությունը պետք է հանդիպի հնարավորությանը։ Երբ դուք հավատքով քայլ եք անում առաջ, դուք ակտիվացնում եք այն, ինչ արդեն պատրաստված էր։ Երբ տատանվում եք, դուք հետաձգում եք այն, ինչ արդեն պատրաստ է։ Հստակ հասկացեք սա։ Ձեր հրաշքը այսօր չի ստեղծվում, այն պատրաստվել է մինչ այս պահը։ Ես ուղղորդել եմ այն ձեր դժվարությունների միջով, ձեր դասերի միջով, ձեր սպասման շրջանների միջով։ Հետաձգումը զուր չէր, լռությունը անտեսում չէր, փակ դռները մերժում չէին, նրանք պատրաստության մաս էին կազմում։ Կային դասեր, որոնք դուք պետք է սովորեիք, կային օրինաչափություններ, որոնք պետք է խզեիք, կային շեղող գործոններ, որոնք պետք է բաց թողնեիք։ Պատրաստությունը հաճախ առաջացնում է հիասթափություն, որովհետև դուք չեք տեսնում դրա նպատակը։ Բայց յուրաքանչյուր շրջան ձևավորել է ձեզ, որպեսզի կարողանաք կրել այն, ինչ գալիք է։ Հոգևոր դռները միշտ չէ, որ դրամատիկ են թվում, երբեմն դրանք թվում են պարզ հնարավորություններ, զրույց, որոշում, փոքր քաջության արարք։ Բայց այդ փոքր քայլերի հետևում թաքնված են շատ ավելի մեծ արդյունքներ։ Ես բացում եմ դռներ, որոնք ոչ ոք չի կարող փակել, բայց ես նաև սպասում եմ ձեր պատրաստվածությանը անցնելու դրանց միջով։ Հրաշքը ոչ միայն արտաքին փոփոխություններում է, այլև ներքին փոխակերպման մեջ։ Ես աննկատելիորեն ամրացրել եմ ձեր հավատքը։ Ես կատարելագործել եմ ձեր բնավորությունը դժվարությունների միջով։ Ես սովորեցրել եմ ձեզ համբերություն, երբ դուք արագություն եք ծարավում։ Այս ամենը պատրաստություն է առաջիկա բանի համար։ Հնարավոր է դեռ չեք զգում փոփոխությունները, բայց դրանք տեղի են ունենում հենց հիմա։ Մինչ դուք կարդում եք այս խոսքերը, ինչ որ բան հավասարվում է։ Ձեր շուրջ հոգևոր մթնոլորտը տեղում չի կանգնում։ Ես շարժվում եմ, վերակառուցում եմ, փոխում եմ դիրքերը։ Այն, ինչ թվում էր խրված, սկսում է փափկանալ։ Այն, ինչ թվում էր արգելափակված, սկսում է մաքրվել։ Անտեսանելի փոփոխությունները հաճախ ամենահզորն են լինում։ Դուք չեք կարող դա չափել, չեք կարող դիպչել, բայց կարող եք զգալ, եթե հանգստացնեք ձեր վախը։ Այն լարվածությունը, որ զգում եք, պատահական չէ, դա ձգվում է ընդլայնումից առաջ։ Դա ճնշումի ճեղքումից առաջ, դա լռություն է արագացումից առաջ։ Դուք աղոթել եք փոփոխությունների համար, բայց փոփոխությունները պահանջում են պատրաստվածություն։ Եթե ես ամեն ինչ միանգամից ազատեի, ալիքը կհեղեղեր ձեզ։ Եթե ես բացեի յուրաքանչյուր դուռ նախքան դուք հասունանաք, դուք կսայթաքեիք։ Հենց այդ պատճառով ես պատրաստել եմ եւ հրաշքը, եւ նրան, ով կկատարի այն, ձեզ։ Հրաշքը ճեղքումն է, ուղերձատարը դուք եք։ Կան դռներ, որոնց ամբողջական բացման համար պահանջվում է հնազանդություն։ Հնազանդությունը կույր գործողություն չէ, դա իմ առաջնորդությանը վստահելն է։ Երբ ես կանչում եմ ձեզ ներել, դա այն պատճառով է, որ ներումը ստեղծում է տարածք օրհնության համար։ Երբ ես կանչում եմ ձեզ բաց թողնել ինչ-որ բան, դա այն պատճառով է, որ կառչելը արգելափակում է այն, ինչ պետք է տեղի ունենա։ Երբ ես կանչում եմ ձեզ քայլ անել առաջ, դա այն պատճառով է, որ տեղում կանգնելը չի համապատասխանի այն, ինչ ես պատրաստել եմ։
Հրաշքը արդեն մոտենում է, բայց հնազանդությունը որոշում է ժամանակը, ոչ թե որովհետև ես ուզում եմ թաքցնել, այլ որովհետև հնազանդությունը պաշտպանում է ձեզ սուրբի հետ սխալ վարվելուց։ Ձեզ կարող է թվալ, որ ոչինչ չի կատարվում, որովհետև ձեր հանգամանքները անփոփոխ են թվում, բայց հոգևոր փոփոխությունները միշտ չէ, որ անմիջապես դրսևորվում են։ Սերմերը բողբոջում են հողի տակ, նախքան դուրս գալը, արմատները խորանում են, նախքան պտուղները հայտնվելը, աճը տեղի է ունենում թաքնված վայրերում։ Հենց հիմա ես կարգավորում եմ մանրամասներ, որոնց մասին դուք դեռ չգիտեք։ Ես հանգստացնում եմ փոթորիկները, որոնք դուք չեք տեսնում։ Ես վերահղում եմ այն արդյունքները, որոնցից վախենում էիք։ Ես ամրացնում եմ ձեզ առաջիկա բանի համար։ Սա երևակայություն չէ, սա շարժում է անտեսանելի ոլորտում։ Ձեր ծարաված ճեղքումը ավելի մոտ է, քան թվում է, բայց այն պասիվորեն չի տեղի ունենա, այն կհանդիպի ձեր մասնակցությանը։ Հավատքը անգործություն եւ սպասում չէ, հավատքը շարժում է, երբ խրախուսվում է, հավատքը գործում է, երբ ուղղորդվում է, հավատքը վստահում է նույնիսկ առանց տեսանելի ապացույցների։ Ձեր առջև հանգիստ կանգնած են հոգևոր դռներ, դուք զգացել եք դրանք, դուք զգացել եք հրավերը, բայց անորոշությունը կանգնեցրել է ձեզ։ Վախը խորհուրդ է տվել սպասել, կասկածները պահանջել են ավելի շատ ապացույցներ, բայց դուղը դեռ այնտեղ է, այն բաց է մնում սպասելով ձեր որոշմանը։ Մի թերագնահատեք այս շրջանը, փոփոխությունները կարող են հազիվ նկատելի լինել, բայց դրանք իրական են։ Ինչ-որ բան փոխվում է ձեր ներսում, դուք դառնում եք ավելի գիտակից, ավելի զգայուն, ավելի պատրաստված։ Այս պատրաստվածությունը պատահական չէ, դա արդյունք է այն ամենի, ինչ ես արել եմ ձեր կյանքում։ Դուք հարցնում էիք, լսել ես իմ աղոթքները, լսել եմ, դուք հարցնում էիք, մոռացել ես իմ խնդրանքները, ոչ։ Ես պատրաստել եմ պատասխանները այնպես, ինչպես դուք երբեք չէիք կարող կանխատեսել։ Երբեմն պատասխանը գալիս է որպես փակ դուր, երբեմն որպես վերահղում, երբեմն որպես ուժ սպասելու իդեալական պահին։ Հրաշքը արդեն պատրաստ է, այն կախված չէ պատահականությունից, այն կախված չէ բախտից, այն կապված է ներդաշնակության հետ։ Երբ ձեր սիրտը համահուն չէ իմ ուղղությանը, պատրաստված ճանապարհը տեսանելի է դառնում։ Պատրաստության մեջ կա նաև պաշտպանություն։ Ես չեմ թույլ տալիս, որ ճեղքումը հանգեցնի խառնաշփոթի։ Ես նախ ստեղծում եմ կարգ, ես հանգստացնում եմ ձեր սիրտը, ես կարգավորում եմ ձեր առաջնահերթությունները, ես վերացնում եմ այն, ինչ կարող է վնասել օրհնությանը։ Այս ամենը տեղի է ունենում հանգիստ, բայց դա հսկայական նշանակություն ունի։ Գրեք, ուղղորդիր իմ քայլերը Տեր, եթե փնտրում եք նրա ձեռքը ձեր ճանապարհին։ Եվ կիսվեք այս տեսանյութով, խնդրում ենք աջակցել մեր ալիքին։ Մեր աշխատանքը կայանում է ձեր կյանքում երջանկություն բերելու եւ ձեր նվիրվածությունը Աստծուն ամրապնդելու մեջ։ Երբ ես կանչում եմ ձեզ քայլ անել առաջ, դա այն պատճառով է, որ տեղում կանգնելը չի համապատասխանի այն, ինչ ես պատրաստել եմ։ Հրաշքը արդեն մոտենում է, բայց հնազանդությունը որոշում է ժամանակը, ոչ թե որովհետև ես ուզում եմ թաքցնել, այլ որովհետև հնազանդությունը պաշտպանում է ձեզ սուրբի հետ սխալ վարվելուց։ Ձեզ կարող է թվալ, որ ոչինչ չի կատարվում, որովհետև ձեր հանգամանքները անփոփոխ են թվում, բայց հոգևոր փոփոխությունները միշտ չէ, որ անմիջապես դրսևորվում են։ Սերմերը բողբոջում են հողի տակ, նախքան դուրս գալը, արմատները խորանում են, նախքան պտուղները հայտնվելը, աճը տեղի է ունենում թաքնված վայրերում։ Հենց հիմա ես կարգավորում եմ մանրամասներ, որոնց մասին դուք դեռ չգիտեք։ Ես հանգստացնում եմ փոթորիկները, որոնք դուք չեք տեսնում։ Ես վերահղում եմ այն արդյունքները, որոնցից վախենում էիք։ Ես ամրացնում եմ ձեզ առաջիկա բանի համար։ Սա երևակայություն չէ, սա շարժում է անտեսանելի ոլորտում։ Ձեր ծարաված ճեղքումը ավելի մոտ է, քան թվում է, բայց այն պասիվորեն չի տեղի ունենա, այն կհանդիպի ձեր մասնակցությանը։ Հավատքը անգործություն եւ սպասում չէ, հավատքը շարժում է, երբ խրախուսվում է, հավատքը գործում է, երբ ուղղորդվում է, հավատքը վստահում է նույնիսկ առանց տեսանելի ապացույցների։ Ձեր առջև հանգիստ կանգնած են հոգևոր դռներ, դուք զգացել եք դրանք, դուք զգացել եք հրավերը, բայց անորոշությունը կանգնեցրել է ձեզ։ Վախը խորհուրդ է տվել սպասել, կասկածները պահանջել են ավելի շատ ապացույցներ, բայց դուղը դեռ այնտեղ է, այն բաց է մնում սպասելով ձեր որոշմանը։ Մի թերագնահատեք այս շրջանը, փոփոխությունները կարող են հազիվ նկատելի լինել, բայց դրանք իրական են։ Ինչ-որ բան փոխվում է ձեր ներսում, դուք դառնում եք ավելի գիտակից, ավելի զգայուն, ավելի պատրաստված։ Այս պատրաստվածությունը պատահական չէ, դա արդյունք է այն ամենի, ինչ ես արել եմ ձեր կյանքում։ Դուք հարցնում էիք, լսել ես իմ աղոթքները, լսել եմ, դուք հարցնում էիք, մոռացել ես իմ խնդրանքները, ոչ։
Ես պատրաստել եմ պատասխանները այնպես, ինչպես դուք երբեք չէիք կարող կանխատեսել։ Երբեմն պատասխանը գալիս է որպես փակ դուր, երբեմն որպես վերահղում, երբեմն որպես ուժ սпасելու իդեալական պահին։ Հրաշքը արդեն պատրաստ է, այն կախված չէ պատահականությունից, այն կախված չէ բախտից, այն կապված է ներդաշնակության հետ։ Երբ ձեր սիրտը համահունչ է իմ ուղղությանը, պատրաստված ճանապարհը տեսանելի է դառնում։ Պատրաստության մեջ կա նաև պաշտպանություն։ Ես չեմ թույլ տալիս, որ ճեղքումը հանգեցնի խառնաշփոթի։ Ես նախ ստեղծում եմ կարգ, ես հանգստացնում եմ ձեր սիրտը, ես կարգավորում եմ ձեր առաջնահերթությունները, ես վերացնում եմ այն, ինչ կարող է վնասել օրհնությանը։ Այս ամենը տեղի է ունենում հանգիստ, բայց դա հսկայական նշանակություն ունի։ Գրեք. ուղղորդիր իմ քայլերը Տեր, եթե փնտրում եք նրա ձեռքը ձեր ճանապարհին։ Եվ կիսվեք այս տեսանյութով, խնդրում ենք աջակցել մեր ալիքին։ Մեր աշխատանքը կայանում է ձեր կյանքում երջանկություն բերելու եւ ձեր նվիրվածությունը Աստծուն ամրապնդելու մեջ։